Մերը բացեց աչքերը։ Առավոտ էր արդեն։ Զարթնեց ծարավից ու գլխացավից։ Մի քանի վայրկյան չէր կարողանում կողնորոշվել, թե օրվա որ ժամն է։ Ինչու է ինքը շորերով բազմոցի վրա եւ ոչ թե անկողնում։ Երեք շատ էր խմել փաստորեն։ Չէր հիշում ինչպես է տուն հասել։ Բայց հանկարծ մտաբերեց, որ երբ տուն եկավ, բնակարանի դուռը բաց էր։ Երևի մոռացել էր բանալիով փակել, որովհետև կողպեկը կոտրած չէր։ Բնակարան ամբողջությամբ տակնու վրա էր։ Հոմերը որևէ բան անելու վիճակի չէր։ Փռվել էր բազմոցին ու քնել։ Հիմա, երբ հասկացավ ինչ է կատարվել, կտրուկ վեր կացավ տեղից, ուշադրություն չդարձնելով ահավոր գլխացավին։ Գնաց խոհանոց, վերցրեց էլեկտրական սրճաղացը, բացեց կափարիչը։ Իր ու Մերիի ամուսնական մատանիները տեղում էին։ Սրճաղացը գրկած սկսեց նայել շուրջը։ Կարծես ոչինչ չէր պակասել։ Երևի փողը ոսկեղեն էին փնտրել, տանը փող չկար, իսկ ոսկեղենը չէին գտել։ Լավն էր թաքստոցը։ Պետք էր բնակարանը կարգի բերել։ Ինչի համար։ Ցավը չէր մեղմանում։ Կորստի ցավը։ Սպասում էր, որովհետև լսել էր, որ ժամանակի հետ ցավը մեղմանում է։ Այնքան անհույս ճարահատ էր, որ նույնիսկ համացանցում հարցում էր արել. երբ է մեղմանում կորստի ցավը։ Հիմա մեկը մեկից անիմաստ վարժություններ էին հայտնվում իր էկրանին ամեն անգամ, երբ միացնում էր համակարգիչը։ Հարմար նստեք որևէ տեղ, պատկերացրեք ձեր դիմաց ապակի է և ձեր կյանքն է ապակուցային կողմ։ Ապակու վրա տեսնում էր իր դատարկ հայացքը, իսկ ապակուցային կողմ ինքն ու Մերին էին, իրենց այն ժամանակ տաղտկալի թվացող առօրյայով։ Ապակուցային կողմ այնքան տաք ու հաճելի էր։ Ինչքան էլ փորձում էր ուրիշ մի բան տեսնել, չէր ստացվում։ Որևէ առարկա ընտրեք ու անընդհատ կրկնեք, որ դուք այդ առարկան եք։ Սառցաբեկորն էր եկել մտքին։ Երբ անհուսորեն ինչ-որ բանի ես տենչում, ինչ ասես, որ չես փորձի։ Ցավը մեղմանալու էր, դիմանալ էր պետք։ Իսկ մինչ այդ Հոմերը նստել էր բազմոցին, սրճաղացը գրկած, նայում էր երևակայական ապակուցային կողմ, որտեղ տաք էր, ինքն ու Մերին էին, ու կրկնում էր. Ես սառցաբեկոր եմ, ես սառցաբեկոր եմ, ես սառցաբեկոր եմ, ես սառցաբեկոր եմ, ես սառցաբեկոր եմ։